ցանկացած երկարաժամկետ պլանավորում եւ ռազմավարական մոտեցում բիզնեսին պահանջում է զոհաբերություններ կարճ ժամանակահատվածում։ Մնացել ենք այդ հացի խնդիր լուծելու մակարդակում։ Քննարկվում է առաջնորդ ծնվում են թե դառնում։ Եվ մարդիկ կան, որ մտածում են առաջնորդ ծնվում է, այսինքն մոր փորից դուրս եկած այդ լացող երեխան առաջնորդ է։ Այն ինչ որ մենք տալիս ենք ունի առնվազն երկու ուղիղ շահառու։ Մեկը մարդն է իր անձնային աճի տեսանկյունից, երկրորդը կազմակերպությունը իր զարգացման առումով։ Մատենան ինչու ստեղծվեց։ Մեզ մոտ մեր պարագայում շատ դեպքերում ոչ թե խնդիրը որակն է, այլ կեղծ լինելը։ Ցավոք։ Այսօր կարող է մատենան չլիներ, բայց լավ բժիշկ ունենանք։ Այն մակարդակը, ինչ որ դու ձեռք ես բերում, դա պայմանավորված է բավական կոմպլեքս գործոններով, համալիր գործոններով։ Ինչ հարց տանք, որ այդ հարցին պատասխանողին այդ շատ հետաքրքիր գիրքը նվիրենք։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆեմից, բարի գալուստ Beyond Podcast։ Այսօր ինձ շատ հոգեհարազատ թեմայից ենք խոսելու, կրթությունից, եւ սիրով ցանկանում եմ ներկայացնել իմ հյուրին Ռուբեն Հայրապետյան։ Ռուբենը հանդիսանում է Մատենա բիզնես դպրոցի համահիմնադիրը եւ տնօրենը։ Ռուբեն ջան, ողջույն։ Բարև Լուիզա ջան։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար եւ ձեր զբաղված գրաֆիկում Beyond Podcast-ին տեղ գտնելու համար։ Ինչպես նշեցի, այսօր ձեզ համար, ինձ համար, շատ հոգեհարազատ թեմայից ենք խոսելու եւ կարեւոր թեմայից ենք խոսելու կրթությունից եւ իհարկե, չնայած որ մենք արդեն երկրորդ էպիզոդն ենք մեր նոր տաղավարում նկարում, բայց մեր ավանդույթներ ունենք, այսպես ասած, որոնք չեն փոխվում։ Եվ եկեք հենց դրանից էլ սկսենք, ինչպես եք ընտրել ձեր մասնագիտությունը եւ ով կամ ինչն է օգնել դառնալու այն Ռուբեն Հայրապետյանը, որը որ դուք այսօր եք։ Երևի այդ հարցից էլ հենց սկսենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, նաեւ շնորհավորում եմ նոր տաղավարի, այսպես բացման կապակցությամբ։ Մասնագիտությամբ ավարտել եմ տնտեսագիտական համալսարանը եւ մենեջմենտ հենց մասնագիտությամբ եւ հետաքրքիր էր, որ երկար տարիներ իրականում կար այսպես նախնական չգրված ենթադրություն, որ պետք է դառնամ բժիշկ, որովհետեւ բժիշկների ընտանիքում եմ, հայրս բժիշկ է, հորեղբայրս բժիշկ է, բայց եկավ մի պահ, որ, չգիտեմ, համատեղ որոշմամբ նաև այսպես հաշվի առնելով իմ ներքին մղումները, որոշեցինք մի փոքր ավելի այսպես հասարակական տեսանկյունից ավելի լայն դաշտ վերցնել, որ ընդհանուր առմամբ տնտեսագիտությունն էր եւ տնտեսագիտության մեջ մասնավորապես այդ շրջան դեռևս շատ չէի հասցրել ուսումնասիրել ընդհանուր առմամբ մենեջմենթի հենց առանձնահատկությունները, ինչը դեռևս մեր տարիների լրջագույն խնդիրներից է այդ կարիերայի ճիշտ կողմնորոշման ընթացքը, բայց կարող եմ ասել, որ բախտս բերել է գուցե այսպես որոշակի իմ ինտուիցիայով, որ գնացել եմ դեպի այդ ուղղությամբ, որովհետև մենեջմենթը ըստ էության այն ոլորտն է, որը հաճախ հայերեն թարգմանվում է կառավարում, բայց սա առանձին թեմա է, այս թարգմանությունների հարցը շատ բարդ է, որովհետև կառավարումը շատ այլ տերմիններ է, նշանակում governance, administration եւ այլն։ Դրա համար management բառն եմ օգտագործում։ Մենեջմենթը այն ոլորտն է, որտեղ որ ես զգում եմ, որ կարողանում եմ դրսևորել իմ պոտենցիալի ներուժի, այսպես ներքին ծրագրավորման համակարգի ամբողջ այսպես գործիքակազմը եւ հիմա կարծում եմ, որ հետ նայելով այն ժամանակաշրջան, կարծում եմ, որ շատ ճիշտ որոշում ենք կայացրել, որտեղ իսկապես ինձ համապատասխան մասնագիտություն եմ համարում։ Այսօր կարող է մատենան չլիներ, բայց լավ բժիշկ ունենանք։ Կարող էր, այո, կարող էր եւ ես չգիտեմ, գուցե այդ ուղին էլ ընտրելու պարագայում ես ինչ շատ բավարարված զգայի, բայց համենայն դեպս կայացվել է որոշում եւ մենք հիմա ունենք այն ինչ որ ունենք, լավ թե վատ։ Եվ վերադառնալով ձեր հարցի երկրորդ հատվածին, թե ինչպես է ստացվել, ինչպես է այդ ուղին ընթացել, որ ինչեւ հիմա ստեղծվել է մատենան, այս մի գիրք կա շատ իմ սիրելի գրքերից մեկը Malcolm Gladwell-ի կոչվում է Outliers, The Story of Success եւ այս գրքի մեջ ինքը բացատրում է, որ որոշ դեպքերում այսպես պայմանական հաջողությունը ես չեմ համարում, որ հաջողության եմ հասել, բայց այն մակարդակը, ինչ որ դու ձեռք ես բերում, դա պայմանավորված է բավական կոմպլեքս գործոններով, համալիր գործոններով, որոնք որոշ դեպքերում չեն էլ երևում արտաքին միջավայրի հետ կապված մշակութային գործոններ, ճիշտ ժամանակին, ճիշտ պահին, ճիշտ վայրում հայտնվելը եւ այլն։ Եվ կարծում եմ, որ ամեն դեպքում այդ գործոնները կրկին պայմանավորել են իմ կարիերայի ու այսպես աճի այն ընթացքը, ինչ որ կա,
որովհետև ես այս իրական ցավոք եմ ուզում ասել, որ հայաստանյան կրթական համակարգում եւ ոչ միայն հայաստանյան, ընդհանրապես զարգացող երկրներին սա բնորոշ օրինաչափություն է, կրթական համակարգը եւ կրթական հաստատությունները չեն ապահովում այդ մասսայական ճիշտ ընթացքը մարդկային կապիտալի զարգացման պետության համար եւ հետեւաբար հույսը եւ հաջողության գաղտնիքը թաքնված է լինում այդ outlier-ների տրամաբանության մեջ։ Outlier-ը, եթե փորձենք հայերենով ավելի հանրամաս արտառոց գործոնները, արտակարգ գործոնները, ընդհանուր միտումից, որովհետեւ outlier-ը նաեւ վիճակագրական տերմին է, որովհետեւ վիճակագրության մեջ, եթե երկու փոփոխականների մեջ կա ինչ-որ մի կապ, ենթադրենք հակադարձ համեմատական կապ կամ ուղիղ կապ։ Այդ դեպքում գտնվում են միշտ գործոններ կամ փոփոխականներ, որոնք որ հակադարձ համեմատական կապից դուրս են։ Դրանք կոչվում են outlier-ներ կամ արտառոց այսպես փոփոխականներ, եւ երբ որ քո կրթական համակարգը ինքն իր միտումով, ինքն իր ստանդարտներով չի կարողանում ապահովել մարդկային կապիտալի հետևելի եւ տրամաբանական զարգացում, այդտեղ միշտ էլ կա դրական այսպես լուրը, որ միշտ էլ գտնվելու են outlier-ներ, որ ամեն դեպքում արտաքին գործոններով պայմանավորված հասնելու են որոշակի հաջողության։ Եվ այսպես համալսարանների պարադոքս կա, չէ՞, հատկապես երբ որ ինչ-որ մի համալսարանից գտնվում է մի outlier, որը տվյալ համալսարանի իրականում տվյալ համալսարանի product-ը չէ, համալսարանները միշտ հակված են իրենց վերագրել։ Այո։ Սա շատ հետաքրքիր պատմություն է ընդհանրապես աշխարհում, նաև համալսարանական այսպես կատակ կա, որ ասում են, որ համալսարանների հիմնական խնդիրն այն է, որ ընտրեն լավագույններին եւ ուղղակի չխանգարեն այդ ընթացքում։ Հա, բայց ինձ թվում է խանգարում են դեռ ու դուք նշեցիք, որ զարգացող երկրի առանձնահատկություն է, բայց ինձ թվում է կրթական համակարգի վերաիմաստավորվելու, վերակառուցվելու խնդիր բոլոր երկրներում կան։ Եվ ես այստեղ նույնիսկ բարձրագույն կրթության մակարդակի մասին չեմ խոսում, հենց դպրոցի։ Ու ես իմ մեծ տղայի եւ փոքր տղայի մեջ բավականին մեծ տարբերություն կա դպրոց հաճախելու, հա, այսինքն 13 տարի։ Հիմա փոքրս գնում է առաջին դասարան, ու ես ահագին փոփոխություններ եմ նկատում, որոնք որ դպրոցը անցել է ու լավ է, բայց շատ մեծ ճանապարհ կա, որ դպրոցը որպես կառույց այդ տաղանդը երեխեքի մեջ, չասեմ չթուլացնի կամ չգիտեմ, թողնի զարգանա։ Ես ճիշտ եմ նկատել, Ռուբեն ջան, թե մի քիչ սուբյեկտիվ է կարծիքս։ Ուզում եմ ասել, որ ամբողջությամբ կիսում եմ ձեր այն մոտեցումը, որ կրթական համակարգը ճգնաժամի մեջ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, եւ դա պայմանավորված է հատկապես այս վերջին շրջանի փոփոխությունների ագրեսիվ տեմպով, որ մենք տեսնում ենք աշխարհում, այսինքն իրականությունը, տնտեսությունը, տեխնոլոգիաները այնքան արագ են փոխվում, որ կրթական ավանդական համակարգերը չեն հասցնում հետևից եւ ակնհայտ է, որ այստեղ էլ հեղափոխության կարիք կա ամբողջ աշխարհի մասշտաբով, եւ դուք տեսնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ առաջատար համալսարանների հետ կապված ինչեր են կատարվում, հատկապես նոր նախագահի ընտրությունից հետո, երբ որ նույնիսկ Հարվարդի համալսարանն է որոշ դեպքերում իրենց տված արդյունքը կասկածի տակ դրվում։ Եվ այո, ես կարծում եմ, որ աշխարհում այս փոփոխությունները վաղ թե ուշ տեղի են ունենալու, որովհետև ակնհայտորեն չեն հասցնում տնտեսության եւ տեխնոլոգիաների հետևից, բայց այդքանով հանդերձ ուզում եմ ասել, որ տարբեր հարթության խնդիրներ են Հայաստանի կրթական համակարգի խնդիրները եւ աշխարհի խնդիրները, որովհետև աշխարհում ես շատ հաճախ դրա մասին խոսում եմ, իսկապես որակի խնդիր կա, որովհետև դու համալսարանները դեռևս պատրաստ չեն այս իրավիճակին, իսկ մեզ մոտ մեր պարագայում շատ դեպքերում ոչ թե խնդիրը որակն է, այլ կեղծ լինելը, ցավոք։ Ես ընդհանրապես շատ ուղիղ եւ անկեղծ եմ խոսում, երբ որ կրթական համակարգին է վերաբերում, չեմ սիրում այս ոլորտում այսպես պոլիտկորեկտություն, որովհետեւ իմ կարծիքով հենց պոլիտկորեկտությունն է պատճառը, որ 30 արդեն 4 տարի ըստ էության մենք նույն մակարդակի վրա ենք կրթական համակարգում Հայաստանի, պետք է խնդիրները ուղիղ արձանագրել, ճիշտ ախտորոշել եւ ես կարծում եմ, որ իսկապես իսկության եւ կեղծիքի բանավեճի հարց է այստեղ, որովհետեւ եթե կրթական հաստատությունը բացահայտ չի տալիս այն արդյունքը, ինչի համար ինքը առաքելությամբ ստեղծված է, բայց այդտեղ որակի մասին չպետք է խոսես։ Որակի մասին կարող ես խոսել, երբ որ իսկական է, բայց օրինակ որակը ցածր է։ Դուք ասացիք նույն մակարդակի է, բայց ցավոք չեմ կարծում, որ նույն մակարդակի է։ Ձեր կարծիքով նվազել է։ Հա, իմ կարծիքով նվազել է, եւ ես դա միայն իհարկե Հայաստանի խնդիրը չի կամ միայն այդ չի,
սերունդների հետաքրքրության մասով էլ փոփոխություն է տեղի ունեցել եւ կարծում եմ ուսուցիչների մոտեցմանը այդ մասով էլ է փոփոխություն տա։ Այսինքն եթե մենք հետ գնանք, ես երբ դպրոց եմ գնացել եւ հիմա ինձ թվում է այդ անդունդը միջին ոնց որ չունենանք, այսինքն մենք ունենանք լավ դպրոցներ համեմատաբար ու դպրոցներ, որոնք որ չգիտեմ, չեն հասցնում գուցե կամ չգիտեմ։ Քանի որ խոսեցինք վիճակագրությունից եւ փոփոխականներից, այնտեղ նաեւ կա երևույթ վիճակագրորեն նշանակալի գործոններ, վիճակագրորեն ոչ նշանակալի գործոններ։ Ես կարծում եմ, այստեղ մակարդակը իրականում այնքան ցածր է ցավոք այս ընդհանուր առմամբ կրթական համակարգ ձևավորված նորանկախ Հայաստանի Հանրապետությունում եւ ընդհանուր զարգացման ընթացքը, որ նույնիսկ չեմ էլ ուզում այդտեղ քննարկել այդ ցածրի մեջ մի քիչ ավելի իջել է, թե մի քիչ ավելի բարձրացել է։ Մենք շատ էական թռիչքի կարիք ունենք, որովհետեւ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը, մեր ռեսուրսներով օբյեկտիվ սահմանափակված լինելը, մի քանի կողմից թշնամական երկրներով շրջապատված լինելը, մեր միակ փրկությունը բացառիկ մակարդակ ունենալն է մարդկային կապիտալի առումով։ Այսինքն եթե մենք ուզում ենք իսկապես գոյատևել, ուրեմն մենք պետք է ոչ թե լինենք սովորական կրթված ազգ, այլ մենք աշխարհի համար պետք է լինենք ունիկալ, բացառիկ case, որպեսզի շանս ունենանք։ Ու շատ հարցերում ունենք այդ պոտենցիալը ինձ թվում է բացառիկ լինելու, այդ մեր ինքնավստահության product-ը չի։ Իմ կարծիքով մենք ամեն դեպքում բնածին խելացիությունն ու ձգտումն ու այդ ամեն ինչը ունենք, այսինքն ճիշտ միջավայրում ինչքան շատ երիտասարդներ ու ոչ միայն, այսինքն շատ մեծ դրսում, շատ մեծ հաջողություններ, դրսի համալսարաններում, դրսի մեծ ընկերություններում, շատ հայեր ունենք, որոնք դուք հենց outlier-ների մասին եք խոսում, կրկին տարբեր գործոններով, նաև դեռևս մեր պատմության այդ ծանր տարիներից եկած, մեզ մոտ ձևավորվել է նաև դիմադողականության շատ ուժեղ մեխանիզմ, թե ցեղասպանությունը, թե դրանից առաջ այդ հազարամյակների ընթացքում, որոնք որ պայմանավորում են մարդու զարգացման հետագա ընթացքը։ Մենք վերջերս շատ հետաքրքիր մի նաև դասախոսություն ունենք երկօրյա, որը վերաբերում էր նեյրոգիտությանը եւ թե նեյրոգիտությունը ինչպես է մարդու ընդհանրապես միտքը բացատրում է թե ինչպես է մարդու միտքը ձևավորվում ուղեղի միջոցով, ու այդտեղ գործոնները այնքան շատ են, այնքան հետաքրքիր են, որ որոշ դեպքերում ուղղակի զարմանում ես, որ գուցե այդտեղից է եկել, եւ նաև մենք շատ խոսում ենք այդ կոլեկտիվ տրավմաներից, թե ինչպես է դա ազդել ժամանակակից հայ մարդու գիտակցության վրա, ժամանակակից հայ առաջնորդի գիտակցության վրա։ Եվ այո, ու այստեղ կա, գիտեք, եթե մի քիչ ավելի խորանանք, որպես աշխարհի ստեղծման, այսպես գոյաբանական հայեցակարգերի մեջ մի հզոր մեխանիզմ կա ներդրված, որը կոչվում է հավասարակշռություն։ Այսինքն անկախ նրանից, թե դու ինչքան վատ կամ լավ վիճակում ես, միշտ հակադարձ ուժեր են սկսում գործել, որը բերում է հավասարակշռության, եւ այստեղ երևի մեզ է վերաբերում, որ այդ բարդ իրավիճակը ծնել է իրապես հզոր մարդկանց, որոնք որ անհատներ են, որոնք որ այլ outlier-ներ են, բայց իսկապես հզոր են, եւ իրենք ունեն այդ ներուժը պահանջող փոփոխությունները բերել մեր երկրում, եւ ես այո հավատում եմ դրան։ Հետաքրքիր տեսանկյուն է, շատ շնորհակալ եմ Ռուբեն ջան։ Մատենայի ստեղծման մասին խոսենք, Մատենայի առաքելության մասին եւ նաեւ վերջին ծրագրերի, որոնք որ այս պահին իրականացնում եք։ Ընդհանրապես Մատենան ինչու ստեղծվեց, թերևս այն ինչ որ ասեցիք, երևի դա պատճառներից մեկն էր։ Ես սիրում եմ զրույցի թելը պահել եւ այստեղ երևի ճիշտ կլինի նորից հետ գնալ եւ հղում կատարել այդ outlier-ների գաղափարին, որոնք որ փրկության սերմերն են այդ outlier-ները։ Այսինքն որ երկար մտածում ենք, լավ ի վերջո իրականությունը Հայաստանում ինչպես կարող է փոխվել, այդ բնության հավասարակշռության մեխանիզմով, որովհետեւ ամեն դեպքում կան համակարգից դուրս մարդիկ, որոնք որ կարող են անհրաժեշտ փոփոխություններ բերել։ Եվ այդ մարդիկ ըստ էության հենց առաջնորդներն են կամ ճիշտ առաջնորդներն են, որոնք որ պետք է outlier-ներին կամ այդ արտառոց դեպքերին բերեն դեպի ընդհանուր միտում, զարգացման միտում, որովհետև ինչքան էլ իրենք լավն են եւ իրենք կան, միևնույն է իրենք իրականությունը չեն փոխում։ Իրենք իրականությունը կփոխեն, եթե ստանձնեն պատասխանատվություն իրենց նմաններին ավելացնել, շատացնել երկրում եւ ըստ էության մարդկային կապիտալը զարգացնել, ինչը տեղի ունենում իրենց կառավարած համակարգերի փոփոխություններով։ Ընդ որում դա կրթական համակարգն է, առողջապահական համակարգն է, բայց նաև բիզնեսը։ Բիզնեսը որոշ դեպքերում, երբ որ մենք սոցիալական խնդիրների մեջ չափից շատ ենք խորանում,
մոռանում ենք խոսել դրա մասին, որ բիզնեսը ստեղծում է արդյունք, արժեք, եւ այդ արժեքն է հարստության հիմքը, եւ այդ հարստությունն է նաեւ սոցիալական խնդիրները լուծելու հիմքը։ Եվ հետեւաբար, երբ որ մենք խոսում ենք տարբեր համակարգերի փոփոխությունների մասին, ապա այո, այն ամենա, այսպես տիպիկ բիզնես դեպքերին է նաեւ վերաբերում։ Եվ հետեւաբար այս դրամաբանությամբ իմ հզոր գործընկերոջ Ռուբեն Վարդանյանի հետ մենք սկսեցինք մտածել եւ ես ուզում եմ այդ նախապատմությունը ասել, որ ի սկզբանե Մատենան ստեղծվեց ոչ թե որպես կրթական հաստատություն, այլ մի կենտրոն, որը փոփոխություններ է բերելու մեր երկրի համար կարևորագույն համակարգերում։ Եվ այն, որ դա պետք է արվի կրթության միջոցով, դա արդեն հետևանքն էր համապատասխան մտավարժության, որ մենք միասին կատարում ենք եւ ասացինք, այո, մեզ պետք են առաջնորդներ եւ որդեգրեցինք այսպես կոչված վարընթաց մոտեցում, այսինքն վերևից ներքև, աշխատելով առաջնորդների հետ, ղեկավարների հետ եւ ստեղծեցինք, հիմնադրեցինք Մատենա առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը։ Այս պահին մենք արդեն ունենք 600 շրջանավարտ առաջնորդներ տարբեր ոլորտներից, բարձր եւ միջին ուղղակի բիզնեսների հիմնադիրներ։ Շատ կարեւոր է, որ մենք այս ընթացքում մշտապես փորձում ենք պահպանել մեր առաքելությունը։ Իսկ մեր առաքելությունը շատ հստակ է, ինչի մասին խոսում է այդ փոփոխությունները բերել համակարգերում կրթության միջոցով։ Եվ շատ են լինում բարդ իրավիճակներ, ինչպես ցանկացած կազմակերպության կյանքում է, երբ որ մենք պետք է որոշում կայացնենք այս կողմ թե այն կողմ, եւ մեզ մշտապես օգնության է գալիս մեր առաքելությունը։ Եվ սա խորհուրդ նաեւ մեր այսպես դիտող գործընկերներին, որ առաքելությունը օգտագործեն որպես իրական գործիք, բարդ, այսպես վճռորոշ որոշումներ կայացնելու ընթացքում։ Այո, շատ հետաքրքիր թեմայի հանգեցինք, հա, առաքելությունը, իսկ ինչպես հասկանալ առաքելությունը, ինձ թվում է շատ ժամանակ եւ նույնիսկ երկրի մակարդակով մեկ-մեկ այդ առաքելության եւ մեծ պատկերի եւ մեծ երազանքի բացակայությունն է, որ խնդիրների է բերում։ Հիմա այն կրթության մասով էլ եթե նայենք, թե յուրաքանչյուր կրթական հաստատություն ունենա տենց շատ հավակնոտ եւ մեծ երազանք դառնալու, չգիտեմ, ինչ որ դրա մասին մտածելուց իսկապես ոգևորվում ես։ Այդ չի բերի ամեն դեպքում որոշակի դրական փոփոխության։ Ինչ է։ Բերի Լուիզա ջան, բայց ես կրկին կարծում եմ դուք չափազանց բարձր եք հիմա եւ դատում եւ չափազանց շատ ակնկալիքներ ունեք այդ փոփոխությունների այս պահին։ Ես ընդհանրապես կասեի, որ այդ կրթական հաստատությունները ունենան իսկական առաքելություն։ Պետք չի շատ մեծ առաքելություն, իսկական առաքելություն, որովհետև շատ դեպքերում, երբ որ դու կարդում ես հենց նույնիսկ այսպես ֆորմալ գրված առաքելությունը, հասկանում ես, որ ռազմավարության առաքելության եւ տեսլականի մակարդակից սկսած տվյալ կրթական հաստատությունը չի զբաղվում այն գործով, ինչի համար ինքը կոչված է։ Եվ առաքելությունը ստեյցիան ինչ է նշանակում, թե դու ինչի համար ես ստեղծվել, ինչի համար կաս, գոյություն ունես եւ ինչ ես անում առհասարակ։ Եվ շատ կարեւոր է այստեղ հասկանալ, որ եթե դու ստանձնել ես այդ առաքելությունը, նույնիսկ մենք իհարկե Մատենան մասնավոր ընկերություն է, որոշ դեպքերում պետական ընկերություններ են, առաքելությունից շեղվել նշանակում է վերացնել ինքդ քեզ, դու չկաս, դու գոյություն չունես, բայց դու ցույց ես տալիս, դու պատրանք ես ստեղծում, որ դու կաս եւ գործում ես տվյալ ոլորտում, տվյալ դաշտում։ Հիմա ցավոք մեզ մոտ լրջագույն խնդիր է դա եւ դրա համար ասում ենք, որ անկախ նրանից մենք ինչ ոլորտում ենք գործում, հենց նույնիսկ կրթական հաստատությունների ղեկավարների համար հիմա Մատենան արդեն իր գործընկերների հետ միասին տրամադրում է կրթաթոշակներ, որովհետեւ իրենք գան սովորեն եւ առաքելությունից ու տեսլականից սկսած հասկանան թե այդ փոփոխությունները ինչպես կարելի անել առհասարակ։ Մենք երբ որ Մատենան 3.5 տարի առաջ ստեղծվեց, մենք գործընկերների բավական այսպես շատ արագ կարճ ժամանակահատվածում լուրջ համակարգ ստեղծեցինք մեր շուրջ եւ դա հնարավորություն տվեց թե որակ ապահովել եւ թե նաեւ մարդկանց բերել դեպի մեր կողմ, որովհետեւ ի սկզբանե Մատենան չուներ իր բրենդը, չէին ճանաչում Մատենային եւ ավելի շատ գալիս էին Մատենա նրա համար, որովհետեւ մենք համագործակցում ենք Հարվարդի համալսարանի հետ, ESMT-ի հետ, այն ժամանակ Սկոլկովոյի հետ նաեւ շատ ակտիվ էր համագործակցություն եւ այլն, բայց հիմա ուրախալի է որ գալիս են Մատենա եւ մենք հասկացանք մի բան, այո, ստեղծվել է կրթական բրենդը, մարդիկ վստահում են ամենակարևորն է, գալիս են ստանում են արդյունքը, բայց ամեն դեպքում կան ոլորտներ, որոնք որ օբյեկտիվ պատճառներով կտրված են մեր կրթության, որակյալ կրթության հնարավորությունից, եւ դա ֆինանսներն են, եւ որոշեցինք այդ հարցն էլ լուծել շատ հետաքրքիր
մեխանիզմով մասնավորապես սոցիալական ոլորտների առաջնորդներին, կրթության, բժշկական ծառայությունների, հանրային ծառայության համակարգի առաջնորդներին, մշակույթի առաջնորդներին մատենան իր գործընկերների հետ միասին սկսեց տրամադրել կրթաթոշակներ, մեծ կրթաթոշակներ։ Իսկ ովքեր են այդ գործընկերները։ Այդ գործընկերները այն կազմակերպություններն են, որոնց ղեկավարները մատենայի շրջանավարտներ են։ Այսպես շատ գեղեցիկ եւ շատ արդյունավետ մոդել ստեղծվեց եւ հիմա մենք կարող ենք ասել, որ կա շատ էական աճ հասանելիության տեսանկյունից մատենայի կրթական մեր ծրագրերի, հատկապես սոցիալական ոլորտի առաջնորդների համար։ Ու մենք ուզում ենք այնպես անել, որ կրթության նաեւ ղեկավարները, բժշկական անկախ նրանից թե ինչ ոլորտի մասին ենք խոսում, հասկանան ինչ է նշանակում առաջնորդություն, ինչպես կարելի է փոփոխություններ բերել համակարգերում եւ ինչպես դուք շատ ճիշտ նաեւ այդ հարցը տվեցիք, ինչ է նշանակում առաքելություն եւ ինչից սկսել։ Եվ մարդիկ առնվազն պետք է հասկանան, որ առաքելությունը քո գոյության իմաստն է։ Եթե քո առաքելությունը չես պահպանում, նշանակում է դու իմաստ չունի, որ դու գոյություն ունենաս։ Այո, եւ այդ առումով ես շատ ուսումնասիրում եմ այն ընկերություններին եւ ոչ միայն ընկերություններին, այն միավորումներին, հա, կլինի դա հասարակական գործունեություն, կլինի դա կրթական ուղղակի շահույթ հետապնդող ընկերություն, այն ընկերությունները, որոնք ի սկզբանե ճիշտ առաքելություն են դրել եւ երբեք չեն շեղվել դրանից, հաջողություն այդ հիմա մատենակարը շատ տարբեր բաներ անի, ստաֆեմ է, սոցիալ էկոհամակարգը շատ տարբեր գործունեություն է, բայց մի բան մենք միշտ շատ լավ ենք արել, օգնել ենք աշխատանք գտնել եւ օգնել ենք աշխատակից գտնել։ Ու դա մեր առաքելությունն է եղել առաջին օրվանից։ Ես գիտեք ինչ, սովորաբար չեմ սիրում համակարգերը կապել անձերի հետ, բայց ամեն դեպքում անձեր են գործում այդ համակարգերում եւ եթե իմ տեսանկյունից եմ նայում, մասնավոր տեսանկյունից, այլ ոչ թե մատենայից, որտեղ դրանք տարբեր միավորներ են։ Իմ անձնական դիրքորոշումը նաեւ այն է, որ ես ունեմ մատենայի առաքելությունից բացի, ես ունեմ նաև անձնական կարևոր առաքելություն հիմա մատենայի առումով չշեղվել դրանից, որովհետև իմ գործընկերոջ հետ երբ որ այս ամեն ինչը ստեղծել ենք, որը ցավոք այս պահին Բաքվում է գտնվում, գիտեք, Ռուբեն Վարդանյանը ապօրինաբար պահվում է այնտեղ, ես իրավունք չունեմ շեղվել այն առաքելությունից, որ մենք միասին սահմանել ենք, հատկապես հաշվի առնելով այն իրավիճակը, որտեղ որ գտնվում է, բայց մյուս կողմից ես բազմիցս այս թեմայի մասին խոսել եմ, դա մեր թիմին լրացուցիչ ոգևորություն է հաղորդում, որքան էլ որ տարօրինակ է, մենք հենց մեր նեյրո գիտության շրջանակում այս թեման քննարկում ենք, թե ինչպես կարելի է անհանգստություն տրանսֆորմացնել ոգևորության, եւ դա իրականում անհանգստությունից բացի նաեւ ոգևորություն է, որ մենք պետք է սրբորեն պահպանենք այդ առաքելությունը, երբ որ Ռուբենը հետ վերադառնա, նաեւ տեսնի, թե ինչքան ամեն ինչ ճիշտ է ընթանում, որովհետեւ ես կարծում եմ, որ բացի ամեն ինչից ես նաեւ ունեմ անձնական պատասխանատվություն այստեղ։ Ռուբեն ջան, իսկ կա այդ գայթակղությունը ամեն դեպքում շեղվելու առաքելությունից։ Կա Այո, պարբերաբար առաջանում է, հատկապես երբ որ կարճաժամկետ օգուտի գրավչությունը գալիս եւ թակում է քո դուռը, դու մշտապես պետք է հասկանաս, որ չէ, սա բերելու է առաքելության աղճատմանը եւ հետեւաբար երկարաժամկետ լրջագույն խնդիրների ու դու պետք է պահպանես ռազմավարությունը։ Ընդհանրապես առաքելությունը ռազմավարության մի մասն է, կարևորագույն կամ այդ գագաթում կանգնած կարևորագույն հասկացությունն է, որից նաեւ հետո գալիս է տեսլական ու ռազմավարական գերակայությունները մեզ մոտ ամեն շատ հստակ է դրված, որովհետեւ մենք սովորեցնում ենք ռազմավարական պլանավորում եւ բնականաբար մեզ մոտ պետք է հստակ դրված լինի եւ առաքելությունից տեսլականով միջև ռազմավարական գերակայությունների եւ գործողությունների ծրագիր շատ հստակ է եւ երբ որ գործողությունների ծրագրում եւ գործողությունների մեջ հարցեր են առաջանում, այսպես թե այնպես պետք է նույն շղթայով գնաս վերևում պատասխանը ստանաս։ Հա, ու այդ առաքելությունն է ինձ թվում է, որ շատ ժամանակ օգնում է կենտրոնացած մնալ եւ հրաժարվել այն բաներից, որը որ ցանկանում ես, որ մեզ մոտ էլ շատ լինում է, շատ ուզենայինք այդ ուղղությամբ մտնենք, գնանք, բայց մենք ունենք մեր հիմնական նախնական եւ գլոբալ տիեզերական, այսպես ասած։ Շատ կարեւոր է դա, որովհետեւ ճգնաժամային իրավիճակները առաջանում են պարբերաբար, այդ ավելի մեծ օգուտի կարճաժամկետ գրավչությունը կրկին առաջանում է ու դու միշտ պետք է բալանսավորես ու հասկանաս ու ընդհանրապես ես կարող եմ ասել որ մենք քանի որ շփվում ենք շատ կազմակերպությունների եւ շատ կազմակերպությունների ղեկավարների իրենց բիզնես մոդելների իրենց կառավարման համակարգերի հետ եթե ես առանձնացնելու լինեի մի խորքային խնդիր որը բնորոշ է հայաստանյան կազմակերպությունների գերակշռ մեծամասնությանը
դա ռազմավարական մոտեցման բացակայությունն է։ Կարճաժամկետ, Մտածելակերպ։ գուցե որոշ դեպքերում արդյունավետ, թվացial արդյունավետ կարճաժամկետ կառավարումը, բայց երբ որ դու ճունես ռազմավարություն եւ դու կարճաժամկետում տարբեր գործողություններ ես անում, դու նույնիսկ չգիտես թե ինչն է ճիշտ եւ ինչը սխալ, որովհետեւ այն ինչ սպայն քեզ ճիշտ է թվում, իրականում կարող ընդհանրապես շեղում է քեզ ճանապարհից եւ հակառակը այն ինչ որ քեզ սխալ է թվում, կարող է իրականում հենց այն քայլն է դեպի այդ ավելի մեծ հաղթանակ եւ այս հարցերի պատասխանները տալիս է միայն եւ միայն երկարաժամկետ ռազմավարական պլանավորում։ Իսկ ինչի՞ չենք պլանավորում, մի շարք պատճառներով է պայմանավորված, այստեղ շատ ցավոտ հարց տվեցիք ինձ, որովհետեւ նաեւ իմ դասախոսության թեման է եւ ես պետք է երկար խոսեմ, փորձեմ կարճ։ Մի շարք պատճառներ կան, որոնք որ նաև մեր հետազոտությունների արդյունքում բացահայտել ենք, թե ինչու այդպես։ Դրանց մի մասը ակնհայտ են, մյուս մասը խորքային պատճառներ։ Խորքային պատճառներից մեկն այն է, որ ցանկացած երկարաժամկետ պլանավորում եւ ռազմավարական մոտեցում բիզնեսին պահանջում է զոհաբերություններ կարճ ժամանակահատվածում։ Եվ այդ զոհաբերություններին ոչ բոլոր առաջնորդներն են պատրաստ, որովհետև այդ զոհաբերությունները առաջացնում են շահառուների ճնշում։ Այդ շահառուներն են թե ընկերության աշխատակիցները, թե սպառողները, թե համայնքը, թե պետական կառավարման մարմինները եւ հաջողության կարող է հասնել այս պարագայում այն առաջնորդը, որ գնում է ընթառաջ եւ հասկանում է, որ այդ ճնշումները անխուսափելի են եւ սկսում է ճիշտ հաղորդակցվել շահառուների հետ։ Բայց անորոշությունն էլ է ինձ թվում է այդտեղ խնդիրը։ Ես հիմա դրա մասին կխոսեմ, որովհետեւ դա այն ինչ որ դուք ասեցիք, մեր դասերի ընթացքում ամենաշատ հնչող արտահայտությունն է անորոշությունը եւ քանի որ ես սիրում եմ ուղիղ խոսել, պետք է ուղիղ ասեմ, դա սխալ մոտեցում է։ Ինչու է սխալ մոտեցում, որովհետեւ ռազմավարական մոդելները եւ մոտեցումները տարբեր են եւ կան հստակ մոդելներ, որոնք որ հատուկ մշակված են անորոշ իրավիճակների համար։ Մասնավորապես ամենապարզերից ասեմ, դա կոչվում է սցենարային պլանավորում, այսինքն եթե դու ունես մեծ անորոշություն, այսպես XY-ով 4 սցենարի առանձնացում եւ յուրաքանչյուր սցենար, օրինակ պատերազմ կլինի թե չի լինի եւ այլն։ Յուրաքանչյուր սցենարի համար մշակվում է առանձին ռազմավարական ուղղություն եւ կան տարբեր մոդելներ, դրանցից մեկը օրինակ ռազմավարական ներկապնակն է, որը տալիս է 5 տարբեր ռազմավարությունների կիրառման նպատակահարմարություն իրավիճակից կախված եւ դրանցից մեկը հենց անորոշ իրավիճակում ինչպիսի ռազմավարություն պետք է կայացնես։ Այսինքն սա պատճառ չէ։ Այս պատճառը մենք ներառում ենք գիտելիքի պակասի մեջ, որովհետեւ ինչու ռազմավարություն կամ ռազմավարական մոտեցում բիզնեսները հաճախ չեն ցուսաբերում, պատճառներից մեկը գիտելիքի պակասն է։ Եվ գիտելիքի պակասը նաեւ առաջնորդների մոտ, ղեկավարների եւ գիտելիքի պակասը նաեւ այն, որ մարդիկ մտածում են, որ եթե կա անորոշություն, ուրեմն ռազմավարական մոտեցում չպետք է ցուսաբերենք։ Ընդ որում տեսեք մի հետաքրքիր էսպիսի տրամաբանություն էլ կա, որ մարդիկ պատկերացնում են ռազմավարությունը որպես ուղիղ գիծ։ Այսինքն դու գտնում ես 2025 թվականն էստեղ, 2030-ի համար ռազմավարություն ես մշակել, մտածում են, որ դա ուղիղ գիծ է, եւ քանի որ այո ռացիոնալ գնահատելով, որ այդ ուղիղ գիծը անորոշության պատճառով չեն կարողանալու ապահովել, ասում են, քանի որ չենք կարող, իրենց կաղապարում են սխալ մտքով եւ ասում են հետեւաբար ռազմավարություն չպետք է լինի։ Այն դեպքում, երբ որ դա ոչ թե ուղիղ գիծ է, այսպեսի հաստ սլաք է, որի մեջ դու կարող ես անընդհատ տարբեր որոշումներ կայացնել, սխալվել, ճիշտ անել, եւ այդ սլաքի հաստությունը հենց առաքելության եւ տեսլականի հաստությունն է։ Ռազմավարական պլանավորման նաեւ բացակայության պատճառներից մեկն է այն, որ ընդհանրապես ունենալ հստակ ռազմավարություն նշանակում է համապատասխան տեսլական իր ցուցանիշներով, որը որ հավելյալ վերահսկողական գործիք է հենց քեզ համար, որպես առաջնորդի ղեկավարի, իսկ առաջնորդները դա բնության էլի օրենքներն են հակված են լրացուցիչ վերահսկողություն իրենց համար չսահմանել, որովհետև երբ որ դու լղոզված ես թողնում այդ վերջնական նպատակը, միշտ էլ շահեկան մեկնաբանությունների տեղ ես ինքդ քեզ տալիս, տեսար ինչ լավ աշխատեցի, ինչ լավ արդյունքներ, այնպես ասում է, չէ, դու շատ վատ ես աշխատել։ Այո, եւ մի պատճառ էլ, որպեսզի շատ երկար այս թեմայի մեջ չմնանք, արդեն հայաստանյան իրականության հետ կապված, որ մեր մշտական ցնցումները, արդեն աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը եւ գոյատևման պայքարը մեր մտածողության մեջ ձևավորել է այդ կարճ մոտեցումները, որովհետեւ մենք արդեն ներքին հոգեբանական մտավոր դաշտ է սա գնում, որ լավ որից չէ, բայց այդպես է, եւ սա հաղթահարելու եւս ձևեր կա, երբ որ դու գիտակցում ես դա, հասկանում ես, ճանաչում ես ինքդ քեզ, այդ ամբողջ տրավմաները ու ամեն ինչ որ քեզ բերել է կարճաժամկետ մտածելակերպի, եւ սկսում ես քո վրա աշխատել, եւ դա աուտլայերների առաջնորդների խնդիրն է։ Մեր ոդքասթներից, մեր էպիզոդներից մեկի ժամանակ
խոսեցինք, որ այդ մեր տրավմաները բերել են նրան, որ հայերի համար, մեր համար ավելի դժվար է ռետրոսպեկտիվ անելը, հետ նայելը, իսկ ռազմավարության համար ինձ թվում է այդ կարևոր կտորներից մեկն է։ Այսինքն մենք ամեն անգամ հետ նայելուց ինչ որ արհավիրքի ենք վերջը գալիս հանգում ու այդ երևի տենց ավտոմատ մեր ուղեղը մեզ հետամղում, իսկ անորոշությունը ավելի շատ նկատի ունեի, որ բացի այն, որ կարճաժամկետ ինչ որ կորուստներ ա լինում եւ պետքա առաջնորդը համոզի, հա, կամ չգիտեմ հաղորդակցի եւ ունենա այդ բանը, որ ժողովուրդ ճիշտ ուղղությամբ են գնում, նաեւ մարդկանց մոտ փոփոխությանը դիմադրելու, իրանց մոտ միանգամից անորոշությունը առաջացնելու այդ վախերն էլ պետքա օգնի հաղթահարի։ Շատ ճիշտ եք։ Եվ առանցքը հենց այն է, թե դու այդ անորոշության պայմաններում ինչպես ես ճիշտ հաղորդակցում շահառուների հետ, կարևոր, որովհետև շահառուների ճնշումը շատ հնարավոր է քեզ հնարավորություն չտա, որպեսզի դու շարունակես, այսինքն ճնշումը լինի այնքան ուժեղ եւ այստեղ հետեւաբար առաջնորդի խնդիրներից մեկն է, որպեսզի դու կարողանաս պահպանելով առաքելությունը սկսես կոմունիկացիան շահակիցների հետ։ Այո, իսկ այսպիսի ոչ թե հետազոտություն, գուցե դիտարկումներ արել եք Ռուբեն ջան, Հայաստանում միջին բարձր օղակի ղեկավարները, առաջնորդները, բիզնեսի ղեկավարները ինչքանով են ավելի շատ ներդնում գումար եւ ժամանակ իրենց շարունակական կրթության մեջ համեմատած պոստսովետական ոնց որ երկրների հետ եւ արդեն համեմատած նաեւ գուցե կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի երկրներ, մի քիչ մեզ բանով ավելի նման։ Մենք հետազոտություն այս ուղղությամբ շատ չենք արել, որտեղ հետազոտություններ կան, մենք տեսնում ենք թե ինչ է կատարվում, գուցե ապագայում մենք ավելի նեղ ուղղություններով տանենք, թե հատուկ ինչ ուղղություններ է հետաքրքրում մարդկանց, բայց էական է տարբերությունը ընդհանրապես բյուջեների, որոնք որ հատկացվում են առողջության զարգացման ուղղությամբ եւ հատկապես երբ որ խոսքը վերաբերում է ղեկավարների կրթությանը, ցավոք դեռևս նոր ձևավորվում է այդ մշակույթը եւ երբ որ 3.5 տարի առաջ մենք ստեղծվել ենք, ես ասում եմ, որ մեզ համար դա այդ վիզիոներական ռազմավարություն էր կամ կապույտ օվկիանոսի ռազմավարություն, երբ որ չկար պահանջարկ իրականում։ Մատենան չի ստեղծվել որպես կազմակերպություն, որն արձագանքում է գործող պահանջարկին։ Մենք ասել ենք, որ սա կարևոր է, ընկերներ, հետեւաբար դուք պետք է ուզեք սա, դուք պետք է պահանջեք սա, որովհետև այստեղից սկսում է զարգացում եւ մի հետաքրքիր վիճակագրություն, ընդհանրապես ֆունդամենտը կրկին գալիս է գիտելիքի պակասից, որովհետեւ միջև հիմա որոշ դեպքերում համալսարանական մակարդակում քննարկվում է առաջնորդ ծնվում են թե դառնում եւ մարդիկ կան, որ մտածում են առաջնորդ ծնվում է, այսինքն մոր փորից դուրս եկած այդ լացող երեխան առաջնորդ է, օրինակ, արդեն ծնվել է ինքը, ինչ ուզում ես արա, ինքը առաջնորդ է լինելու կամ հակառակը, այսինքն այս կարգի թերի ընկալումների պատճառով կազմակերպության ամենավերին ղեկավարը, տնօրենը, հիմնադիրը կարող է այդպես մտածել եւ հետեւաբար ինքը ասի դու ինչ զարգացնենք առաջնորդությունը, այսինքն կա շատ լուրջ եւ այսպես հետևանքներ առաջացնող միֆեր, որոնք որ մենք նաև պետք է վերացնենք։ Եվ մի վիճակագրություն եմ այստեղ ուզում ասել, քանի որ դրա մասին խոսեցիք, միջև կոവിഡ്ի տարին աշխարհում ծախսվել է մոտավորապես 370 միլիարդ դոլար առաջնորդության հմտությունների զարգացման վրա տարբեր կազմակերպությունների կողմից աշխարհում։ Եվ այս ցուցանիշը մոտավորապես հավասար է Ավստրիայի համախառն ներքին արդյունքին, որպեսզի տվյալ կազմակերպության առաջնորդները լինեն ավելի լավ առաջնորդներ, բայց մեզ մոտ միջև հիմա այդպիսի մակարդակի քննարկումներ կա։ Ես ուրախությամբ ուզում եմ ասել, որ վերջին տարիների ընթացքում ահագին փոխվել է իրավիճակը։ Ես կրկին սա չեմ պայմանավորում միայն մեր գործով, մեր աշխատանքով, որ հատուկ նպատակային այս ուղղությամբ անում ենք, այլև որ աշխարհը զարգանում է, ամեն դեպքում այդ իներցիոն զարգացման ընթացքն էլ կա եւ աշխարհը դառնում է ավելի բաց, մարդիկ տեսնում են թե համաշխարհային այլ կազմակերպություններում ինչ է կատարվում, ինչքան շատ են գործընկերային կապերը, այնքան իրենք տեսնում են իրենց գործընկերների մոտ ինչքան հստակ է դրված ընդհանրապես բիզնես կրթության զարգացման մեխանիզմը եւ նույնիսկ այս տեսանկյունից հիմա ես ուզում եմ ասել, որ երբ որ մեզ մոտ գալիս է մասնակից, որ աշխատում է ինչ որ ընկերությունում, մի ղեկավար պաշտոնի է եւ ուզում է միայն ինքը վճարի իր կրթության համար, մենք սովորաբար այսպես առնվազն խոսում ենք դրա մասին, որ մենք համաձայն չենք այդ մոտեցման հետ։ Ինչու՞, որովհետեւ այն ինչ որ մենք տալիս ենք ունի առնվազն երկու ուղիղ շահառու։ Մեկը մարդն է իր անձնային աճի տեսանկյունից,
երկրորդը կազմակերպությունը իր զարգացման առումով եւ հետեւաբար քանի որ տվյալ արդյունքի ստացման շահառուները առնվազն այդ երկուսն են, ուրեմն իրենք երկուսն էլ պետք է ներդրում ունենան այդ գործընթացում, ես էլ չեմ ասում անուղղակի շահառուների մասին, պետությունը բնականաբար մնացած բոլոր նույնիսկ ապագա գործատուները, հետաքրքիր բան է դա, բայց եթե մենք խոսում ենք իրական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին, ապա այո, X կազմակերպությունը, որը որ անմիջապես չի շփվում տվյալ աշխատակցի հետ, ինքը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ պետք է հասկանա, որ ինչքան շատ իրական կրթության մենք արդյունք ստեղծեցինք եւ այդ արդյունքը սպառեցինք Հայաստանում, այնքան ավելի ընդհանուր բոլորի համար լավ է լինելու։ Մեր Career Factory Staff-ի կրթական ուղղության համատեքստում շատ ընկերությունների հետ ենք աշխատում եւ կապի մեջ ենք ու այդ օրինաչափությունը մենք էլ ենք նկատել։ Այսինքն ներդրումներ արվում են շատ տարբեր ոլորտներում, հատկապես երբ խոսքը գնում է մարքեթինգի եւ վաճառքների մասին, գովազդ եւ այլն եւ այլն։ Իսկ երբ խոսքը գնում է ներդնել աշխատակիցների զարգացման, հատկապես առաջնորդություն եւ այլն, այսինքն ոչ թե ինչ-որ բան են սովորացնում կարճաժամկետ շատ տեխնիկական, այլ առաջնորդության այդտեղ ավելի դժվար է։ Եվ ղազախական շուկայի հետ էլ մի փոքր քանի որ ծանոթ եմ, անհամեմատ է այնտեղ եւ կորպորատիվ մակարդակում եւ անհատական մակարդակում ոչ միայն իրենց մոտ ստեղծված մատենային նման կառույցներում, այլ արտերկրում շատ, այսինքն իրանց մոտ անընդհատ շատ լավ օրինակ բերեցիք Ղազախստանը, իդեպ ասեմ Ղազախստանից, մենք Ղազախստանը ակնհայտորեն հիմա տեսնում ենք, ուսումնասիրում ենք, որովհետեւ արդեն այդ մրցակցության մեջ ենք։ Մատենան Հայաստանում հիմա էլ չի մրցակցում պրակտիկորեն, որովհետեւ մենք ինչպես արդեն ասացի, այդ Կապույտ օվկիանոսի ռազմավարությամբ ենք եւ մեր հիմնական մրցակցությունը ռեգիոնալ մրցակցություն է։ Կան Ռուսաստանից կազմակերպություններ, Ղազախստանից կազմակերպություններ, որ հիմա մեզ հետ աշխատում են, ու մենք տեսնում ենք ղազախական կազմակերպությունները ինչքան ավելի մեծ բյուջեներ են հատկացնում իրենց աշխատակիցների համար, հետեւաբար դա նաեւ մեզ համար նշանակում է, որ Հայաստանում ունենալ արդեն միջազգային մասշտաբի առնվազն ռեգիոնալ դպրոց նոր հնարավորություններ է տալիս։ Նաև ասեմ Ուզբեկստանը, հիմա Ուզբեկստանը շատ քիչ եմ ուսումնասիրել, բայց հավատացած Ուզբեկստանի կազմակերպությունների այսպես զարգացման օրինաչափությունը հիմա ցույց տալիս, որ իրենք այդ learning and development, ուսուցման եւ զարգացման բյուջեները էականորեն ավելացրել են վերջին տարիների ընթացքում, որովհետեւ որոշել են այդպիսի մոտեցում ունենալ։ Հիմա մենք ի՞նչն է, Ռուբեն ջան, հացի խնդիր ենք, վերջը անմնացել ենք այդ հացի խնդիր լուծելու մակարդակում, տենց շատ անկեղծ էլի առանց պոլիտկորեկտ բան, հետաքրքիր է։ Ուզում եմ ոչ պոլիտկորեկտ, բայց դրական լուրից սկսել։ Մեզ մոտ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք որ ունեն շատ ուժեղ համակարգ ուսուցման եւ զարգացման եւ դրանք մեծ հույս են տալիս, որ կրկին կազմակերպությունների մակարդակով outlier-ների որպես էֆեկտ իրենց փորձը մեզ հետ միասին կտարածեն մնացածի վրա։ Իսկ թե ինչն է պատճառը, այո, մենք խոսեցինք ֆունդամենտի մասին, այդ ռազմավարական մոտեցման բացակայություն, որ մարդիկ ուզում են կարճ արդյունքներ ցույց տան, գրանցեն, հատկապես մենեջմենթը, մարդիկ ղեկավարները տարբեր օղակներում, իրենք ուզում են իրենց վերադասին, իրենց համայնքին ցույց տան, որ այս պահին տեսեք, ինչքան լուրջ մենք արդյունք ունեցանք։ Իսկ կրթության մեջ ներդրումները, նույնիսկ կազմակերպության մակարդակով ուսուցման, մի քանի տարուց կարող են երևալ։ Իհարկե հիմա աշխարհը արդեն այնքան արագ է փոխվում, որ նույնիսկ այդ փոփոխությունն է տեղի ունեցել, որ կրթության տված արդյունքը կարող է կարճում արդեն երևալ, հատկապես եթե խոսքը վերաբերում է այդպես թիրախային, ասենք, արհեստական բանականության կիրառմանը, կամ օրինակ մարդիկ գալիս են մեզ մոտ ռազմավարական պլանավորման դասընթացի, դրանից հետո իրենց կազմակերպությունը սկսում է ռազմավարության մշակման գործընթացը։ Այսինքն այս արագ էֆեկտները մենք եւս տեսնում ենք որոշ դեպքերում, բայց մարդիկ պետք է տեղյակ լինեն։ Եվ ես չեմ ուզում ճիշտն ասած բողոքել ինչ-որ մեկից, պատասխանատվությունը դնել ինչ-որ մեկի վրա։ Ես կարծում եմ, որ այո, մենք ունենք օբյեկտիվ իրականություն, որը տասնամյակներ շարունակ մեր նոր անկախ պետությունում ձևավորվել է, դրանից էլ հարյուրամյակներ ու հազարամյակներ առաջ ստեղծել է այդ նախադրյալները, եւ հիմա մենք ունենք այդ իրավիճակը, ու այդ իրավիճակում մենք պետք է ստանձնենք պատասխանատվություն դա փոխելու։ Ես ինքս այդքան խոսում ենք առաջնորդությունից, ռազմավարությունից, բիզնեսից, ես ինքս զգում եմ ինձ համար այդ առաջնորդության պատասխանատվությունը, որ ես պետք է անեմ ամեն ինչ մատենայի եւ մնացած բոլոր գործերով ինչ որ զբաղվում ենք, որպեսզի մարդիկ հասկանան, որ չէ, սա ճիշտ եղանակն է, սա ձեզ օգուտ է տալու, սա բոլորին է օգուտ տալու եւ հետեւաբար ընդհանուր մեր տնտեսությանը, մեր պետությանը, հասարակությանը։ Շատ լավ։ Մենք ունենք բլոկ միշտ մեր էպիզոդներում, երբ խորհուրդներով ենք կիսվում, հա, եթե օրինակ հրավիրել ենք բժիշկ,
կիսվում է ապագա բժիշկների հետ խորհուրդներով։ Այսօր չեմ ուզում ձեզ սահմանափակել, Ռուբեն ջան, ինչ խորհուրդ կուզենաք տաք եւ ում, հա, այսինքն ապագա առաջնորդներին, չգիտեմ, կազմակերպության ղեկավարներին, կրթության ոլորտում առաջնորդներին, որովհետեւ ամեն դեպքում եւ ստաֆեմը եւ մեր էպիզոդները ամեն ինչը մենք անում ենք միշտ շատ կառուցողական, հա, շուկայի զարգացմանը միտված եւ այլն, այսինքն մենք էլ միշտ նայում ենք շատ լավ, կա խնդիր, ինչպես կարող ենք լուծել։ Երևի այդ համատեքստում ինչ խորհուրդով եւ ում հետ այդ այնց հետաքրքիր կկիսվեք։ Շատ լավ։ Դե իհարկե շրջանակ կարող ենք տարբեր դիտարկել, ես կուզեի խոսել հենց խորհրդով բիզնեսի եւ ընդհանրապես մենեջմենթում ներգրաված մարդկանց, առաջնորդներին, տարբեր օղակների ղեկավարներին, ու մեր զրույցում մենք իրականում արդեն մի այսպես թաքնված խորհուրդ տվեցին կապված առաքելության կարևորության հետ, ինչը որ այդքան էական է, բայց նաև այս շրջանակին ես ուզում եմ ավելացնել երիտասարդներին ու այն մասնագետներին, որոնք որ կամ արդեն սկսել են աշխատել, կամ ապագայում են սկսելու աշխատել եւ իրենց գործունեությունը որևէ կերպ պատկերացնում են համակարգերի վրա նպատակային ազդեցություն ունենալու։ Ինչու եմ այս ընդհանուր տերմինը ասում, որտեղ անկախ նրանից մենք խոսում ենք առաջնորդությունից, մենեջմենթից, թե ինչից, մարդը ազդեցություն է ունենում համակարգի վրա, եւ ես ուզում եմ ասել, որ նախ եւ առաջ պետք է ունենալ գիտելիք, որովհետեւ մենք շատ պարզ ես բան եմ ասում, բայց որոշ դեպքերում իրականության խնդիրները եւ լուծումների սխալ լինելը հենց պայմանավորված է նրանով, որ դու չգիտես օրինակ հասկացության իմաստը։ Միջև հիմա առաջնորդություն հասկացության իմաստը շատ մարդկանց մոտ լղոզված պատկերացումներ են։ Մենք խոսում ենք մեր գործընկերներից մեկի հետ էս վերջերս առաջնորդության մի շատ յուրահատուկ բան ասաց, թե իրենց օրինակ մոտ ինչպես է դա անցալվում, եւ ես ասում եմ, շատ լավ բան ես ասում, բայց դա կոչվում է առաջնորդության ոճ։ Դու կոնկրետ ոճի մասին ես խոսում։ Իսկ առաջնորդությունը մենք ինչպես էլ փորձենք ինչ որ առանձնահատուկ դաշտ տանել, դա ըստ էության ընդհանուր նպատակի հասնելու համար մարդկանց վրա ազդելու, ներազդելու գործունեությունն է եւ դրա կարողությունը համապատասխան մարդու։ Եվ ես կուզեի, որ հասկանան մարդիկ, որ պետք է նախ եւ առաջ սովորեն ինչ է բիզնեսը, ինչ է առաջնորդությունը, ինչ է ռազմավարությունը, ինչ է առաքելությունը, ինչ է տեսլականը։ Սովորելուց հետո արդեն դու հասկանում ես, որ պրակտիկան քեզ տալիս է այնքան լայն հնարավորություններ, որ դու կարող ես նույնիսկ նոր գիտելիք ստեղծել, երբ որ քո պրակտիկան դնում ես այդ տեսական դաշտի մեջ։ Դրանպես մենք մեզ մոտ էլ սրա մասին խոսում ենք, որ կրթական մակարդակը ավանդաբար եղել է այնքան ցածր, որ պրակտիկ գործնական բառը աստիճանաբար սկսել է ասոցացվել լավի կամ արդյունավետի կամ որակյալի հետ։ Այն դեպքում, երբ որ մենք հիմա էլ ասում ենք, որ փաստ չէ, որ երբ որ ինչ-որ մեկը իր պրակտիկան քեզ փոխանցում է, ուրեմն դա լավ է կամ ճիշտ պրակտիկա է, կարող է լրիվ սխալ կամ այս իրավիճակում աշխատել է մյուս։ Հետևաբար իրական կրթական արդյունք դու ստանում ես միայն այն դեպքում, երբ որ այդ պրակտիկան ամփոփվում է տեսական ընդհանրացումներով եւ ոչ թե Ռուբենը իր պրակտիկան փոխանցում է Լուիզային, այլ Ռուբենը իր պրակտիկայի եւ ուսումնասիրած պրակտիկայի արդյունքում կատարում է կոնցեպտուալ եզրահանգումներ, փոխանցում է կոնցեպտը տեսությունը Լուիզային, Լուիզան վերցնում է դա եւ իջեցնում է իր պրակտիկայի մեջ, որտեղ եթե Ռուբենը մատենայի իր պրակտիկան փոխանցեց Լուիզայի ստաֆեյմի պրակտիկային, Լուիզան վերցնել ասես ինչ եմ անում։ Իսկ եթե դա դառնա տեսություն, արդեն ինքը կարող է տրամբանորեն իջեցնել։ Եվ հետեւաբար խորհուրդ եմ տալիս, որ մի քիչ ավելի լուրջ վերաբերվեն այս կրթության գործընթացին ու հասկանան, թե ինչքան մեծ ազդեցություն կարող ունենալ հենց իրենց բիզնեսի, իրենց եկամուտի, իրենց հետագա զարգացման վրա կրթությունը, ու նաև քանի որ բիզնեսների մասին խոսեցինք, նորից վերադառնալով դրան, ուզում եմ որպեսզի մարդիկ հասկանան, որ առաջնորդությունը նախ իրականության գետնի վրա երևույթ է, որը վերաբերում է բոլորիս, առաջնորդությունը այն երևութական անշոշափելի հասկացությունը չէ, ինչ որ միայն խոսում են Մարտին Լյութեր Կինգ, Դալայ Լամա, Մահատմա Գանդի, այլ ցանկացած process, որը որ դու զբաղվում ես, պահանջում է առաջնորդություն, պահանջում է մարդկանց վրա ներազդել, եթե չկան նույնիսկ այլ մարդիկ, դա պահանջում է ինքդ քո վրա ներազդել, որպեսզի կարողանաս դեպի նպատակ ավելի ճիշտ հասնես։ Հետևաբար այս գործընթացի մեջ բազմաթիվ կարողություններ, հմտություններ եւ որակներ են պետք, որի միջոցով դու կարող ես լինել ավելի լավը կամ լինես ավելի վատը։ Իսկ այդ բոլոր հմտությունները չկա գեթ 1 հմտություն, որ հնարավոր չի լինի սովորել կամ զարգացնել։ Շատ լավ, Ռուբեն ջան, շատ շնորհակալ եմ խորհուրդների համար, շատ տեղին եւ հավատացած եմ, որ շատ կիրառելի։ Շատ լավ ասիք, գետնի վրա process-ը։ Այո։ Շատ հասցրեցինք իրական ահագին թեմաների շուրջ խոսել
եւ կխնդրեմ վերջում մեկ հարց տալ մեզ դիտողներին եւ լսողներին, մեկ հարց, որը որ իրենց մոտ ոնց որ մտածելու բան կտա, հա, առիթ կտա, այսպես ասած, մենք ելի ենք մեր էպիզոդների նման ժամանակ այսպիսի բան փորձել, հարց իրենց կոմենտներում պատասխանեն, մենք լավագույն չասեմ, հա, կընտրենք միասին պատասխաններից մեկը եւ ձեր կողմից ընտրած որևէ գիրք մենք կնվիրենք։ Եթե Outliers ոնց էր գրքի ամբողջական անունը? Outliers, բայց ես մեկ ուրիշ գիրք խորհուրդ կտամ։ Հա, որ գիրքը որ դուք խորհուրդ կտաք, Ռուբեն ջան, որը խորհուրդ կտաք, այ միանգամից թող որը որ Հայաստանում կա։ Ես խորհուրդ կտամ գիրք, որը 3 դրա շնորհանդեսը տեղի ունեցավ, BCG Henderson ինստիտուտի տնօրենի հեղինակած նոր գիրքը, ինքը նաև մեր գործընկերներից է, շուտով նաև Հայաստան կգա։ Ինքը հեղինակն է մեկ այլ ֆանտաստիկ գրքի ռազմավարության ուղղությամբ, որ կոչվում է Your strategy needs a strategy, ձեր ռազմավարությունը կարիք ունի, եւ եթե հիշում եք, ես խոսում եմ ռազմավարության գունապնակի մասին, որ տարբեր իրավիճակներում տարբեր ռազմավարություններ են կիրառվում, գունապնակը հենց իր հեղինակածն է, strategy palette-ը կոչվում այդպես, ներկապնակ կամ գունապնակ, եւ 3 հենց ամսի 29-ին ապրիլի գիրքը իր նոր լույս տեսավ, որը կոչվում է The Like Button, like-ի հավանելու կոճակը, that changed the world, որ փոխեց աշխարհը, եւ դա շատ խորքային բիզնես եւ ռազմավարության եւ նորամուծական աշխատություն է, որը որ ես արդեն սկսել եմ կարդալ, արդեն պատվիրել եմ Amazon-ից, հաշվի առնելով վստահությունը իր նկատմամբ հեղինակի Մարտին Ռիվս, եւ ես խորհուրդ կտամ, որ այդ գիրքը նվիրեք, եւ սա գնում է դեպի կրկին նեյրոգիտություն, թե ընդհանրապես մարդիկ ինչու են լավ զգում, երբ որ like button են ստանում, like կոճակը ստանում, եւ այսինքն շատ խորքային աշխատանք է, որը մարդու այսպես ինքնագիտակցությունից եւ մնացած բոլոր ինքնաճանաչման հարցերից ստանում է դեպի բիզնեսի հաջողություն եւ նորամուծություններ։ Հիմա ինչ հարց տանք, որ այդ հարցին պատասխանողին այդ շատ հետաքրքիր գիրքը նվիրենք։ Չեմ ուզում շատ բարդ ու նեղ հարց տալ, ուզում եմ այնպիսի հարց, որ վերաբերելի լինի մեր բոլոր դիտողներին։ Ես ուզում եմ, որպեսզի մեզ այս բանին դիտող մարդիկ պատասխանեն, թե որն է այն հատկությունը կամ այն որակը առաջնորդության, որ իրենց կարծիքով կարևորագույնն է եւ որը կարող է նպաստել այլ հատկությունների եւ որակների զարգացմանը։ Գերազանց հարց, Ռուբեն ջան, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, իսկապես անկեղծ, իսկապես շատ հետաքրքիր թեմաներ հասցրեցինք շոշափել եւ նաեւ ես սիրում եմ, երբ մեր էպիզոդների արդյունքում մարդիկ հաստատ ինչ որ եզրահանգումներ ունեն։ Ես ինքս ինձ համար արեցի եւ հավատացած եմ, որ մեր դիտորդները նույնպես։ Շատ շնորհակալ եմ, շատ հաճելի էր թե միջավայրը ֆիզիկական, Լուիզա ջան, թե ինչպես նաեւ ձեր հրաշալի կարողությունը զրույցը ճիշտ վայելու եւ ճիշտ ուղղությամբ տանելու։ Շնորհակալ եմ շատ Ռուբեն ջան։ Շնորհակալ եմ նաեւ ձեզ մեզ դիտելու եւ լսելու համար, եւ եթե հավանում եք այն բովանդակությունը, որը ստեղծել ենք եւ ստեղծում ենք, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Չմոռանաք սեղմել նաեւ զանգակին։ Ձեր լայքերը, ձեր բաժանորդագրությունները, այդ ամբողջը մեզ իսկապես ուժ են տալիս, որպեսզի մենք նոր եւ հետաքրքիր բովանդակություն ստեղծենք եւ լավ հյուրեր ունենանք։ Շնորհակալ եմ։